հնարավոր է բարձրաստիճան որևէ եկեղեցական ունենա երեխա, բայց դա լինի կուսակրոնության օրինակ, եթե մենք միջնադարի մասին խոսենք, օրինակ Գրիգոր Նարեկացու հայրը, հայտնի շատ նշանավոր եկեղեցական գործիչ, Խոսրով Անձևացին, եպիսկոպոս էր։ Խրիմյան հայրիկը նույնպես ամուսնացած է եղել։ Իսկ մենք ունենք դեպքեր, երբ որ քահանան կամ իր եպիսկոպոսանալուց կամ իր կուսակրոն ուխտը անելուց առաջ եղել է ամուսնացյալ։ Հետագայում կնոջ մահվանից հետո կամ կնոջից համատեղ որոշմամբ բաժանվելուց հետո ընդունել է կուսակրոն ուխտը եւ նվիրապետական աստիճանակարգով առաջ ընթացել։ Իսկ հիմա դա ընդունելի է։ Ես արդեն նշեցի, որ մենք մեր օրերում էլ ունենք դեպքեր, որ ամուսնացյալ քահանան այսօր արդեն հանդես է գալիս որպես կուսակրոն քահանա։ Իհարկե հարցը քննվել է համապատասխան մարմնում հատուկ հանձնաժողովի կողմից եւ հաշվի առնելով նրա նախընթաց կյանքը, նրա հոգևոր գործունեությունը որոշում է կայացվել եւ նրան արտոնվել է բացառության կարգով ոչ օրինակ այլոց ընթանալ եւ ընդունել կուսակրոն։ Եվ նաեւ առաքելական թղթերում մենք ունենք այս մասին խոսքեր, երբ Պողոս Առաքյալը ասում է, որ եպիսկոպոսը պետք է մեկ կին ունենա։ Հետևաբար այնպես է ստացվում, որ վաղ եկեղեցում եպիսկոպոսները, երեցները կարող են ընտրությամբ ամուսնանալ կամ չամուսնանալ։ Եվ առաջի շրջանում այդպես էր, եպիսկոպոսները ունեին ընտանիքներ։ Ասեմ ավելին, երբ հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգը ձևավորվեց 4-րդ դարի սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը ձևավորեց հայոց եկեղեցու նվիրապետական համակարգը, ինքը եւս ամուսնացած էր, իր որդիները մեկ Արիստակեսը կուսակրոն արդեն քահանայության էր սիմվոլագրված, իսկ Վրթանես հայրապետը հետագայի կաթողիկոսը ամուսնացած էր։ Եվ մենք տեսնում ենք, որ հայոց կաթողիկոսները մինչև 5-րդ դարի կեսերը, մինչև Սահակ Պարթևը ներառյալ ամուսնացած են եղել։ Օրինակ Վարդան Մամիկոնյանը Սահակ Պարթևի թոռն է եղել։ 5-րդ դարի կեսերից է, որ հայոց եկեղեցում արդեն սկսվեց կուսակրոն քահանայությունը կանոնակարգվել։ Մենք դրանից հետո հանդիպում ենք տարբեր ժողովների որոշումների, կանոնների, որտեղ այլևս խոսում է, որ եպիսկոպոսները պիտի լինեն կուսակրոն, եւ այդ ուխտը խախտելը տարբեր ժողովների տարբեր կանոններ սահմանում են տարբեր տեսակի պատիժներ։ Օրինակ, եթե բարձվի, որ եպիսկոպոսներից մեկը կյանքի ինչ-որ փուլում խախտել է կուսակրոնության։ Երբ որ եկեղեցու ներսում տեղի ունենում որևէ հոգևորականի, այդ թվում դա վերաբերել է եւ միջնադարին եւ մեր օրերին, երբ որ որևէ հոգևորական, այդ թվում կլինի ամուսնացյալ կամ կուսակրոն, խախտում է հայոց եկեղեցում կանոնակարգված ավանդույթի ուժով կամ կանոնով սրբագործված մի սովորություն, մի կանոն, մենք եկեղեցում ունենք համապատասխան գործիքները, ունենք կանոնական իրավունքի ուժ ունեցող մարմիններ, որոնք քննության են առնում որևէ հոգևորականի ընթացքը։ Խրախուսելու տեսանկյունից, կարգապահական պատիժներ սահմանելու տեսանկյունից, այսինքն որևէ հոգևորականի կարգազանց ընթացքը բացառապես մենք դա եկեղեցու ներսում պատկան մարմինների, իրավասու ժողովների կողմից քննվող նրանց իրավունքների տիրույթում գտնվող հարց է։ Դառնալով այսօրվա թեմային, իսկ եթե կաթողիկոսի նկատմամբ նման մեղադրանքների, դրա հետևանքը որն է, այսինքն ամեն դեպքում, եթե չվերցնենք օրինակ Գարեգին II-ի օրինակը, վերցնենք, որ կաթողիկոսը ունի երեխա ամեն դեպքում, որն է հետևանքը, ինչ ընթացակարգ պիտի անցնի։ Ուրեմն նման մեղադրանքների դեպքում ամենայն հայոց կաթողիկոսներին վերաբերող որևէ մեղադրանքի դեպքում, եթե նրա մեջ խելամտություն տեսնի եկեղեցու նշածս իրավական ուժ ունեցող մարմինները, տվյալ դեպքում կաթողիկոսի դեպքում միայն ազգային եկեղեցական ժողովն է, որ կարող է քննության առնել կաթողիկոսին վերաբերող այս կամ այն մեղադրանքը։ Սակայն բացառիկ դեպքեր են, երբ որ ազգային եկեղեցական ժողովը կարող է քննության առնել ամենայն հայոց կաթողիկոսների կամ հայոց հայրապետների վերաբերող ամբաստանությունները կամ նրանց վերաբերող մեղադրանքները։ Դրանք մեր պատմության մեջ եղել են, սակայն այնքան սակավաթիվ են, որ դրանք
չենք կարող վերցնել որպես մեզ համար ուղենշային օրինակներ։ Ուրեմն եկեղեցին դրսից թելադրված որևէ օրակարգի տուրք չի տալիս եւ ընթացք չի տալիս։ Ինչպես նշեցի, եկեղեցու հասցեին, եկեղեցականների, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում նաև ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին տասնամյակներ շարունակ եւ ոչ միայն մեր օրերում, այլ վերջին տասնամյակների մի շարք մեր կաթողիկոսներին ծանր մեղադրանքներ են հնչեցվել։ Սակայն դրանք եկեղեցու իրավական մարմինների իրավունքի տեսանկյունից իրենց իրավասության տիրույթում գտնվող մարմինների կողմից երբեք քննության չեն առնվել, որովհետև այդ մեղադրանքները մշտապես եղել են հերյուրանքներ, ամբաստանություններ եւ դրանք եկեղեցու կողմից լրջագույն կերպով մոտեցում չի ցուցաբերվել։ Տվյալ դեպքում էլ եկեղեցին այս մեղադրանքները նոր չի լսում, այս մեղադրանքները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ հնչել են եւ եկեղեցական պատկան մարմիններից որևէ մեկը երբևէ դա քննության առնելու կարիք չի տեսել։ Ես կարծում եմ, որ ապագայում եւս կապ չունի ով ինչ մեղադրանք է հնչեցնում կամ ով ինչ է ուզում ապացուցած լինել, միևնույն է հայոց եկեղեցում այն մարմինները, որոնք քննության առնելու իրավունք ունեն այս կամ այն եկեղեցականի ընթացքը, լինի դա սարգսակ, քահանա, վարդապետ, եպիսկոպոս, իրենք հարկ եղած դեպքում դա կանեն առանց որևէ մեկի ուղղորդման կամ առանց որևէ դրսից թելադրված օրակարգ։ Այս պահին այդպիսի օրակարգ չկա, այս պահին հայոց եկեղեցում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում աշխատանքներ ընթանում են բնականon առօրյա ճանապարհով եւ եկեղեցին ունի իր ներքին օրակարգը եւ շարժվում է այդ ներքին օրակարգը։